2014 թվականի ապրիլ-մայիս ամիսներին դիմել են հանձնաժողով իրենց ընկերություններ մասնակիցները և 2014-15 թվականի սահմանային ժամանակահատվածում սպասվելիք ծախսերը և արտահայտությունները։ Նույն թվականի հունիսի 4-ին հանձնաժողովը ամփոփելով ներկայացված տեղեկատվությունը ցուցել էր էլեկտրաէներգետիկական համակարգի սահմանների վերանայման գործընթացը։ Հաշվառնելով 2014-15 թվականների կանխատեսվող էլեկտրաէներգիայի սպառման և համապատասխան արտադրության հաշվեկշիռը, փոխարժեքի փոփոխությունը և մի շարք այլ գործոններ, սահմանային քաղաքականության վարչության կողմից վերահաշվարկվել են Հայաստանի էլեկտրական ցանցեր իրական ընկերության կողմից, սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի արտադրող կայանների, էլեկտրաէներգետիկական համակարգին ծառայություններ մատուցող ընկերությունների սահմանները։ Համաձայն հաշվարկների հաշվառնելով բոլոր դրական և բացասական գործոնները, էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմել է շուրջ 19 միլիարդ դրամ, և այն փակելու համար անհրաժեշտ է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի միջին զարգագինն ավելացնել 3.85 դրամ կիլովատժամով ներառյալ ավելացված արժեքի առումով։ Հակիրճ ներկայացնեմ հիմնական գործոնները ըստ ընկերությունների։ Երևանի ջերմաէլեկտրակենտրոն ԿԳ-ում վերանայվող սահմանագինի հաշվարկային ժամանակահատվածում ավարտվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի կառուցման նպատակով ներգրաված վարկի մարման արտոնյալ ժամկետը և սկսում են այլ գումարի և հոսքսագումարի մարումները, որի արդյունքում ընկերության տարեկան անհրաժեշտություն ավելացել է 2 միլիարդ դրամով։ Համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի կարգավորումները արտադրող գործարանի կողմից պահանջվում է ծառայության ժամկետում իրականացնել թվով 3 կապիտալ բնույթի նորոգումներ, որոնցից ամենասավարուն և մեծ գումար պահանջող նորոգումը նախատեսված է 14 թվականին, որի արդյունքում անհրաժեշտությունն ավելացել է 3 միլիարդ դրամով։ Հայկական ատոմային էլեկտրական կապվածքն իրական ընկերություն։ Հայկական ատոմային էլեկտրակայանում ավելացել է շուրջ 1.6 միլիարդ դրամ, որը պայմանավորված է շահագործման պահպանման ծախսերի, այդ թվում կայանի շահագործման անվտանգության բարձրացման, աշխատած բարելիքի պահպանման ուղղով ծախսերի ավելացման, ինչպես նաև կայանի ռեզերվային ինքնավար դրամատակարարն ապահովելու համար լրացուցիչ խորքային հորերի փորման աշխատանքների իրականացման անհրաժեշտություն։ Միջազգային էներգետիկ կորպորացիա կապվածքների իրական ընկերությունը 2011-13 թվականներին իրականացրել է շուրջ 4 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ, որոնց փոխհատուցում են դատավորում շահույթ և մաշվարության տեսքով, որի ազդեցությունը 0.56 միլիարդ դրամ է։ Բարձրավոտ էլեկտրացանցեր կապվածքների իրական ընկերությունը անհրաժեշտ ավելացել է շուրջ 2 միլիարդ դրամով, որը պայմանավորված է միայն հաղորդման ցանցերում, վերականգնման և վերազինման, ինչպես նաև միջպետական էլեկտրահաղորդման գծերի կառուցման համար ներգրաված, արտոնյալ վարկային միջոցների մարման և սպասարկման հետ կապված ծախսերի ավելացման համաձայն վարկային համաձայնագրերի ժամանակահատվածում։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ԿՏ 2013-14 թվականին Բաշխի ցանցերի կողմից էլեկտրաէներգիայի գնման փաստացի միջին սահմանագինը ավելի բարձր է եղել, քան նախատեսված է գործող սահմանների հաշվարկում, որի հետևանքով Հայաստանի էլեկտրական ցանցեր ԿՏ-ն կրել է շուրջ 16.3 միլիարդ դրամի վնաս, ինչը որևէ կերպ պայմանավորված չէ Բաշխի ցանցի գործունեության հետ։ Այդ վարկի վնասը Բաշխի ցանցի սահմանային մարժայի հաշվարկման մեթոդիկայի համաձայն պետք է փոխհատուցվի 3 տարվա ընթացքում, այսինքն ընկերության տարեկան անհրաժեշտությունը միայն նշված այս գործոնով պայմանավորված պետացեցի մեթոդիկայի համաձայն պետք է փոխհատուցվի 3 տարվա ընթացքում, այսինքն ընկերության տարեկան անհրաժեշտությունը միայն նշված գործոնով ավելացել է 5.4 միլիարդ դրամով։ Ընկերությունը 13 թվականին իրականացրել է 4.3 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ, որոնք պետք է փոխհատուցվեն շահույթ և մաշվարության տեսքով, այսինքն ընկերության տարեկան հատուցած գործոնով ավելացել է 4 միլիարդ դրամ։ Սրանք այն հիմնական գործոնները, որոնք ասել են սահմանագինի ավելացման վրա։ Մինչև հանձնաժողովի քննարկման համապատասխան որոշման նախատեսումը ներկայացնելը, ուզում եմ նշել նաև, որ նպատակում են հաշվարկային մանրամասները առավել հաստատելու հանրությանը, ինչպես նաև բարելավելով շահագրգիռ անձանց առաջարկությունները և դիտողություններով հանդես գալը, հանձնաժողովը հունիսի 4-ին տարածել էր հաղորդագրություն, հրավիրելով բոլոր շահագրգիռ կողմերին քննարկման, իսկ հունիսի 10-ից հաշվարկները տեղադրվել են հանձնաժողովի
Տնական ներկայացնել առաջին ուղղման նախագծը։ Ինքը ընդունելով էներգետիկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ առաջարկում սահմանել հայկական ատոմային էլեկտրական կապվածքային իրական ընկերության համար երկրի ծառայությունների համակարգում առաքվող էլեկտրաէներգիայի դրույթը 5.726 կիլովատյան, զորության ամսական վճարը 4988.4 կիլովատ։ Հայաստանի էներգետիկ կազմակերպություն հրաժեշտված իրական ընկերության համար առաքվող էլեկտրաէներգիայի դրույթը 36.925 կիլովատյան, զորության ամսական վճարը 1035.2 կիլովատ։ Երևանի ջերմաէլեկտրական կոմպակտային իրական ընկերության համակարգչի գազային ցիկլով աշխատող էներգազորի համար առաքվող էլեկտրաէներգիայի դրույթը 18.433 կիլովատյան, զորության ամսական վճարը 6470 կիլովատ։ Որոտանի համալիր բակազդի իրական ընկերության համար առաքվող էլեկտրաէներգիայի դրույթը 7.970 կիլովատյան, զորության ամսական վճարը 3.37 կիլովատ։ Միջազգային էներգետիկ կորպորացիա Փակվածքային իրական ընկերության համար առաքվող էլեկտրաէներգիայի դրույթը 2.72 կիլովատյան, զորության ամսական վճարը 785.36 կիլովատ։ Գազպրոմ Արմենիա Փակվածքային իրական ընկերության ջոկեգազային ցիկլով էլեկտրաէներգիա արտադրող հրազդանի կանոնից առաքվող էլեկտրաէներգիայի ծառայությունը 48.8 կիլովատյան։ Բարձրավոտ էլեկտրաստանցիայի Փակվածքային իրական ընկերության կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը 1.637 կիլովատյան։ Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր Փակվածքային իրական ընկերության կողմից ծառայության մատուցման հաստատակերված ամսական վճարը 126.1 միլիոն դրամ։ Հաշվարկային կենտրոն Փակվածքային իրական ընկերության կողմից ծառայության մատուցման հաստատակերված ամսական վճարը 16.1 միլիոն դրամ։ Բոլոր սակագները ներկայացրեցին Եվ երկրորդ որոշման նախագիծան սահմանել Հայաստանի էլեկտրական ցանցերի Փակվածքային իրական ընկերության կողմից պարողներին վաճառվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները ներառյալ ավելացված դաշինքներ։ 35 կիլովոտ և բարձրլարման ծնվող պարողների համար ցերեկային սակագին 32.85 կիլովատյան, գիշերային սակագինը 28.85 կիլովատյան։ 6-10 կիլովոտ տարվան ծնվող պարողների համար ցերեկային սակագինը 38.85 կիլովատյան, գիշերային սակագինը 28.85 դրամ։ 0.30 կիլովոտ տարվան ծնվող պարողների այդ թվում բնակչության համար ցերեկային սակագինը 41.85 կիլովատյան, գիշերային սակագին 31.85 դրամ։ Ուժը կորսած ճանաչել հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 7-ի համարավի 91 փայ և 92 որոշումները։ Երկրորդ որոշումներն ընդունել